1988 թվականից սկսած Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ խուսափելի փլուզման գործառույթների ներքո 1990 թվականին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները, որին որպես տեխնացուներ կարող էին մասնակցել ընտրվելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիները անկախ բնակության վայրից։ 260 պատգամավորական տեղերով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը կազմավորվեց պայմանով, որ յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցել ընտրատարածքների ընտրողների կեսից ավելին։ Ընտրությունները տեղի ունեցան երկու փուլով՝ մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին բացարձակ մեծամասնական ընտրակարգով։ Շարք ընտրատարածքներում ընտրությունները երկար ժամանակ չէին կայանում։ Մասնակիցների թվի պակաս լինելու պատճառով։ Ասել թե բոլոր ընտրատարածքներում ընտրությունները մաքուր էին, մեր մասած սուտ կլինի։ Բազմաթիվ ընտրատարածքների ընտրությունները անվավեր ճանաչվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բոլոր չափով անաչառ մոտեցման հետևանքով։ Գերագույն խորհրդի կազմը հիմնականում ներկայացվեց ընտրողների ցանկություններին համարժեք եւ քիչ թե շատ իրական քվեարկության արդյունքներին համապատասխան։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունումից հետո 1990 թվականի օգոստոսի 24-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ նորընտիր Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ սահմանադրության բաժների պահպանմամբ անցկացվեց հանրաքվե համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս հարցով։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 99.05%, ընտրողների 94.39%-ը դրական պատասխան տվեց։ Անկախության դեմ են եղել ընդամենը 0.46%, անվավեր քվեների թիվը կազմել է 0.19%։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Գերագույն խորհրդի սահմանադրության գործունեության վերաբերյալ որոշման ՀԽՍՀ սահմանադրության բնույթները գործում են այնքանով, որքանով չէին հակասում հռչակագրի պահանջներին։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 27-ի որոշման եւ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե։ Ըստ պաշտոնական տվյալների անկախությանը դեմ են եղել ընդամենը 40 հոգի։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի չէ, չնայած տեխնացուներից մեկին իր քարոզչությանը որոշ տեղերում խոչընդոտելու պնդում է։ Արտահայտ ընտրված իշխանությունների կողմից իրականացվող ճիշտ ու հաշվարկված քաղաքականության արդյունքում դժվարին պայմաններում զրոյից ստեղծվեց մանակը։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարածքների մեծացման հաղթական զինադանը Հայաստանի ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների եւ Ադրբեջանի միջև առանց ազատագրված տարածքների հանձնման, որը ոչ այլ ինչ էր, քան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կոնֆլիկտի միջազգային ճանաչման փաստ եւ հետեւաբար Ղարաբաղի որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու կողմ։ 1995 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցան սահմանադրության ընդունման հանրաքվեն եւ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման ազգային ժողովի 190 պատգամավորների 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով ընտրությունները։ Վերջինիս արդյունքները որոշակի կասկածների տեղիք տվեցին։ Գործադրվեցին վարչական, ոստիկանական, բանակային ռեսուրսները, այդ թվում նաեւ թաղային հեղինակությունների ազդեցությունները։ Բայց իհարկե ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների զգալի մասը պատգամավորական մանդատներ ստացան ընտրատարածքների ընտրողների քվեների արդյունքներով։ 1996 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունները, որի արդյունքները վիճարկվեցին։ Սեպտեմբերի 26-ին մի շարք տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով հանձնվեց եկող հանրությունը մուտք գործեց ազգային ժողովի այգի եւ ազգային ժողովի շենք, որտեղ տեղակայված էր կենտրոնական դրական հանձնաժողովի գրասենյակ, սակայն արդյունքում բռնություն կիրառվեց ազգային ժողովի նախագահի եւ տեղակալի նկատմամբ, որից հետո օտում կրակահարների հետևանքով ցուցարարները ցրվեցին եւ երկրում մտցվեց հերթակարգ դրություն։ Կարծում եմ, որ քվեարկության իրական արդյունքները փոխված են, սակայն նորաստեղծ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ընտրությունների արդյունքները հաստատելու մասին։
Կարծում է, որ 1996 թվականի ընտրությունների հետևանքով իշխանությունների հանդեպ առաջացած հանրության անվստահությունը մեղմացնելու, ինչպես նաև հետագա հնարավոր ընդվզումները ժամանակակելու համար 1997 թվականին վերջապես նշանակվեց Ղարաբաղի նախագահ, նկատի ունենալով, որ հանուն Ղարաբաղի Հայաստանի Հանրությունը կհանդուրժի համարյա ամեն ինչ։ 1998 թվականին Հանրապետության նախագահի եւ նրա հետ միասին ազգային ժողովի ղեկավարի եւ նրանց թիմակիցների հրաժարականները փոխեց իրադրությունը։ Նախագահի պաշտոնակատար դարձավ վարչապետը, սակայն երկրում քաղաքականություն թելադրողը պաշտպանության նախարարն էր։ Նախագահի պաշտոնակատարը այն նախագահի տեխնացու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ խախտվում էր Սահմանադրության հոդված 50-ի պահանջը, ըստ որի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Ընդ որում, այդ ամենը տեղի ունեցավ այսպես կոչված քաղաքական էլիտայի, այդ թվում նաև մրցակցող տեխնացուների բացառությամբ 1-2-ի, հասարակության զգալի հատվածի համաձայնության եւ թողտվության։ Ընդ որում, ընտրական հանձնաժողովները կազմավորվել էին իշխանությունը զիջած կուսակցության ներկայացուցիչներով, որոնք աշխատեցին հօգուտ այսպես կոչված նախագահի պաշտոնակատարի։ Հետաքրքիր է, որ այս անգամ ընտրակեղծարարության հետ հաշտվեց ու արդյունքներն ընդունեց նաև 1996 թվականի ընտրակեղծարարության դեմ հանդես եկած նախագահի տեխնացուն, որ վիճարկել էր 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն այս անգամ քիչ քվեներ ստանալով պարզապես չընդդիմացավ ընտրակեղծարարությանը։ Ընտրակեղծիքների դեմ հանդես եկավ նաև իրականում ամենաշատ քվեր ստացած տեխնացուն, որ 1 տարի հետո սպանվեց ազգային ժողովի նախագահի պաշտոնում, ազգային ժողովի նիստի ժամանակ։ Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվեց ընտրությունների արդյունքները։ Քաղաքական գործիչների զգալի մասը, ովքեր հանդես էին գալիս իբր արտահայտ եւ օրինական ընտրությունների կողմնակիցներ, պաշտպանեցին անօրինականություններն ու ընտրակեղծիքները, իսկ երկրում օրինականության եւ արդարության պաշտպանությանը միտված պետական մարմինները նպաստեցին անօրինական իշխանության կազմավորմանը։ Հետաքրքիր է նաև, թե ինչն է պատճառը, որ միջազգային կառույցները լուրջ համաձայնվեցին նմանօրինակ իրադարձության հետ։ Հայաստանի նոր ընտրակերտ ղեկավարության կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղը պետք է դուրս մղվեր բանակցություններին մասնակցելուց եւ ցավոք զրկվել որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու եւ ինքնորոշման իրավունքի հնարավորությունից։ 1999 թվականին կազմավորվեց ազգային ժողովը, պատգամավորների զգալի մասը փոխեց կուսակցական պատկանելությունը։ Պատգամավորների մի մասը, որոնք մեծամասնության մեջ էին, հայտնվել էին ընդդիմության մեջ, իսկ ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ իշխանության կողքին էին։ Իրադրությունն այլ էր, իշխանության ներկայացուցիչների մի մասը փոխվել էր, սակայն համակարգը ոչ։ Ընդունվել էր ընտրական նոր օրենսգիրք, բայց ընտրական համակարգը պահպանվել էր։ Ընտրությունների արդյունքները նորից մեծամասամբ կախված էին ընտրական հանձնաժողովներից ու վարչական ռեսուրսների չարաշահումներից, այլ ոչ թե ընտրողների իրական քվեներից։ Ընտրություններն անցան նոր ընտրական օրենսգրքով։ Հասել թե ազգային ժողովի ընտրություններն անցան առանց ընտրակեղծիքների ախղճություն կլինի, բայց ընտրողների քվեները քիչ թե շատ հաշվի առնվեցին։ 1998 թվականին իրականում հաղթած, բայց արդյունքները չբողոքարկած, ընտրակեղծիքների հետ հաշտված, նախագահի աթոռը զիջած նախագահի տեխնացուն ու նրա մրցակցին նախագահ դարձրած պաշտպանության նախարարը վերջինիս առաջարկությամբ կազմեցին դաշինք եւ մեծամասնություն ստացան պարլամենտում։ Ազգային ժողովի նախագահը, ով ընտրողների քվեներով իրականում հաղթել էր նախորդ արտահայտ նախագահական ընտրություններում, սակայն արդյունքների կեղծման արդյունքում չէր դարձել նախագահ, դարձավ ազգային ժողովի նախագահ, իսկ պաշտպանության նախարարը դարձավ վարչապետ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի նիստի ժամանակ աբեկչության զոհ դարձան ազգային ժողովի ղեկավարությունը եւ վարչապետը, ով 1997 թվականին լինելով պաշտպանության նախարար պահանջել էր գործող նախագահի հրաժարականը, իսկ հետո օգտագործել իր հնարավորությունները նախագահի պաշտոնակատարին նախագահ դարձնելու համար։ Ընդ որում հրաժարական տված առաջին նախագահի եւ նրա թիմի աջակցությամբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կազմավորվեց նոր կառավարություն, իսկ դրանից որոշ ժամանակ անց փոխվեց կառավարության կազմը։ Պատգամավորների զգալի մասը փոխեց կուսակցական պատկանելությունը։ Հարց էր, թե ինչու երկրի այդ ժամանակվա իրական ղեկավարության վերացումից հետո պարլամենտի մեծամասնությունը դարձավ նախագահի կողմնակից։ 2003 թվականի
Փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Գործող նախագահը նորից դարձավ նախագահ։ Արդյոք առանց ընտրակեղծիքների եւ ընտրության արդյունքների վիճարկման։ Իհարկե ոչ, սակայն ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքների հաստատման պրակտիկան նաեւ համանadrական դատարանի կողմից դարձել էր օրինաչափ։ 2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցան ազգային ժողովի ընտրություններ, ասել թե մաքուր եւ առանց ընտրակեղծիքների արդյունքների բողոքարկման ու հանրության ընդվզման հնարավոր չէ։ Որտանական ընտրությունների հետ մեկտեղ անցնում էր համանadrության մեջ փոփոխություններ կատարելու հանրակրվեն։ Սակայն նախագծի քվեարկության արդյունքներով կայացվեց իրականությանը մոտ որոշում, առ այն, որ համանadrական փոփոխությունների առաջարկը չընդունվի։ 2005 թվականի նոյեմբերի 27-ին հանրաքվեով ընդունվեց համանadrական փոփոխությունների նախագիծը։ Հրապարակված արդյունքները կասկածելի էին։ 2007 թվականին տեղի ունեցան ազգային ժողովի ընտրություններ, նորից կեղծված արդյունքների հաստատումով։ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Այս անգամ ընտրակեղծիքների եւ հանրության վերաբերյալ ընդվզման արդյունքում իշխանությունների կողմից զենքի գործադրման, մարտահրավերության ու արտակարգ դրության հաստատման։ Նախագահի պաշտոնը հանձնվեց մի քանի ամիս առաջ մահացած վարչապետին փոխարինած գործող վարչապետին, ով մինչ այդ դարձել էր պաշտպանության նախարար, իսկ 1993 թվականից սկսած զբաղեցրել էր Հայաստանի ուժային կառույցների ղեկավարի պաշտոններ։ Հետաքրքիր է, որ մյուս տեխնացուն Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն էր, ով նպաստել էր երկրորդ նախագահի գահակալությանը։ Չարաբաստիկ 2008 թվականին երկրորդ նախագահը եւ վարչապետ պարզապես իշխանություն մեկը մյուսին փոխանցում իրականացրեցին ընտրակեղծարարությամբ, բռնությամբ ու 10 մարդկային կյանքերի գնով։ Ցավալին այն է, որ ընտրակեղծիքներից տուժած քաղաքական գործիչների մի զգալի մասը պաշտպանեց ընտրակեղծիքներն ու դրա արդյունքում նշանակված նախագահին։ 2012 թվականի մայիսի 6-ին կրկին կեղծված ազգային ժողովի ընտրություններ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կեղծված նախագահական ընտրություններ։ 2015 թվականի կեղծված արդյունքներով նոր համանadrության ընդունման հանրաքվե։ 2011 թվականի ազգային ժողովի ոչ մաքուր վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրակաշառքներով ու կեղծիքներով ընտրություններ։ Խնդիրն այն է, որ անցնելով պարլամենտական կառավարման համակարգի ընտրություններում պաշտոնական արդյունքներով հաղթեց իշխող կուսակցությունը 2016 թվականին Մոսկվայից ժամանած վարչապետի գլխավորությամբ։ Փողի ազդեցության ընտրակաշառքների միջոցով ապահովվեց իշխող կուսակցության մեծամասնության տեղերը ազգային ժողովում, իսկ երկրորդ ամենաշատ տեղերը բաժին հասավ երկրի նախագահի հրահանգով քաղաքականությունից հրաժարված եւ երևի թե նրա թողտվությամբ նորից քաղաքականություն վերադարձած երկրի ամենահարուստ անձածից մեկի սեփական կուսակցությունը։ 2008-ից մինչև 2018 թվականը գործող նախագահը խոստացել էր, որ չի լինելու երկրի պաշտոնական ղեկավար նոր համանadrության ընդունման դեպքում, սակայն խորհրդարանական կառավարմանն անցնելուց, ընտրությունների երկուսակցության մեծամասնությունն ապահովելուց, նախագահի ժամկետի ավարտից հետո խաբեց եւ իր թիմի միջոցով իրեն կարգեց վարչապետ։ 2018 թվականի ապրիլի 23-ին հանրության ճնշման ներքո վերջինս հրաժարական տվեց։ Հանրության ճնշմամբ ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվեց հանրության ընդվզման հանած ընդդիմադիր ղեկավարը, ով հասավ ազգային ժողովի լուծարման ու նոր ընտրություններով ազգային ժողովի կազմավորման եւ վերջինիս միջոցով նորից երկրի ղեկավարի վարչապետի պաշտոնը ստանձնելու։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվեց արտահայտ խորհրդարանական ընտրություններ։ Երևի թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 1991 թվականից հետո համարյա առանց ընտրակեղծիքների ընտրություններ։ Նկատի ունենանք, որ ընտրություններում ամենաշատ քվեն ստացավ ժողովրդի պահանջով ընտրված վարչապետն իր թիմով, ապահովելով 70% քվե։ Եվս երկու կուսակցություն հաղթահարեցին անցողիկ շեմը։ Երկրորդ ամենաշատ տեղերը բոնուսներով վերապահվեց երկրի ամենահարուստ անձանցից մեկի սեփական կուսակցությանը։ Մոտ 20 տարի ազգային ժողովի մեծամասնություն ունեցող եւ նախագահների հնարավոր հանդիսացող կուսակցությունը անցողիկ շեմը չկարողացավ հաղթահարել։ 2020 թվականի Արցախի աղետալի ու դառը պարտությունից հետո 2021 թվականին ազգային ժողովը լուծարվեց։ Նոր ընտրությունները եւս հերոյ են ազատ եւ արտար լինելուց։ Դրանք չէին կարող մտագրվել առանց ընտրական թվերի անհամապատասխանություններ արձանագրած տեղամասերի, բացարձակ մաքուր քվեարկության ընթացքով եւ ձայների ճշգրիտ հաշվարկով։ Պարտության մեղքը միմյանց վրա բարձելով, սեփական մեղքերը չընդունելով
Հնի վերադարձի եւ որոշ առումներով թվացյալ նորի հաստատման ու ամրապնդման պայքարի մատուցման, ինչպես նաեւ ամենաշատ ռեսուրսների տիրապետման ու դրանց օգտագործման արդյունքում ոչ մանդատները ստացան հրաժարական տված վարչապետը 71, երկրորդ նախագահը 29, երրորդ նախագահի թիմը 7 մանդատ, քվեարկությանը մասնակցած ընտրողների 53.6%, 20.9%, 5.2% քվեներով եւ 22 այլ անձանց կուսակցությունների 20.3% քվեների անիմաստնանալու հետևանքով։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը քանդվեց ու հայաթափվեց, թե ինչ սպասել մինչ 2026 թվականի հերթական ընտրությունները եւ հնարավոր ընտրություններից դժվար է կռահել։